Live 24 News-ը օրեր առաջ հանդես եկավ մի հրապարակումով նշելով, որ ՀՀ վաստակավոր արտիստուհի Սոֆի Դեֆոյանի հոգու և բարի թատրոնում ամեն բան հարթ չէ։ Մենք հայտնել էինք այն մասին, որ այս դպրոցի պարուհիները մեկը մյուսին հերթ չտալով լքում են այս դպրոցը և հիմնում են իրենք իրենցը։ Վերջին ամենաաղմկահարույց դեպքը Տաթև Միքայելյանինն էր։ Այս պարուսույցը Սոֆի Դեֆոյանի հոգու և բարի թատրոնում իր ուրույն տեղն ունի։ Շատ մարդիկ ցանկանում են, որպեսզի իրենց երեխաները հենց այս պարուսույցի մոտ լինեն և հենց նա դասավանդի իրենց երեխաներին։ Մենք խոսել էինք այն մասին, որ այս դպրոցում ինչ-որ բանային չէ, ինչի հետևանքով սիրված պարուսույցները լքում են դպրոցը։ Տաթև Միքայելյանը արձագանքել է մեր հրապարակմանը գրելով. Հարգելի լրատվականներ, ովքեր դիտումներ են հավաքում սխալ ինֆորմացիաներով, Տիկին Դեֆոյանը ինչպես եղել է իմ կյանքում շատ կարևոր, այդպես էլ միշտ լինելու է։ Մենք բավականին լավ հարաբերություններ ունենք, սա եղել է իմ ընտանիքը, իսկ ընտանիքը չեն լքում, ուղղակի ստեղծել քոնը և ունենալ լավ հարաբերություններ։ Վերջացրեք անհեթեթ խոսակցությունները, գրել է Տաթևը, հրապարակելով արխիվային կադրեր, որտեղ ինքն է, իր երեխաներն են, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դեֆոյանը և վաստակավոր արտիստուհի Սոֆի Դեֆոյանը։ Այսպիսով Տաթևը փորձել է ապացուցել, որ իրենց մոտ ամեն բան հարթ է։ Պարուհին սակայն հրապարակել է այնպիսի արխիվային կադրեր, որոնք ունեն մի քանի տարվա վաղեմություն։ Այսօր պարուհին ունի երրորդ երեխան, սակայն հրապարակել է կադրեր, երբ Սոֆի Դեֆոյանի գրկում է իր երկրորդ երեխան փոքր հասակում։ Ամեն դեպքում պարուհին փորձել է հերքել այն լուրերը, որ իրենց միջև որևէ բան է տեղի ունեցել, դե իսկ Սոֆի Դեֆոյանի հոգու և վաստակավոր արտիստուհի Սոֆի Դեֆոյանը արդեն մի քանի տարի է ունի իր բարի դպրոցը։ Այս դպրոցը Հայաստանում ամենաճանաչվածներից մեկն է։ Այստեղ են շատ իրենց երեխաների բարն ու կրթությունը վստահում։ Սակայն վերջի տարիներին կարելի է ասել սև ամպեր են կուտակվել Սոֆի Դեֆոյանի հոգու և բարի դպրոցի շուրջ։ Բանն այն է, որ Սոֆի Դեֆոյանի պարուսույցները մեկը մյուսին հերթ չտալով լքում են այս բարի դպրոցը և որպես այդպիսի նրանք այդ տարիների ընթացքում կարողանում են ստեղծել իրենց սերն ու հարգանքը և աշակերտների ու նրանց ծնողների վստահությունը։ Մի քանի պարուսույցների դուրս գալուց հետո շատերն իրենց երեխաներին տեղափոխում են հենց այդ պարուսույցների հիմնած դպրոցը։ Եվ երեկ Սոֆի Դեֆոյանի բարի դպրոցի ամենահայտնի, ամենաճանաչված և մեծ պահանջարկ ունեցող պարուսույցներից մեկը հայտնեց կրկին Սոֆի Դեֆոյանի հոգու և բարի դպրոցը լքելու մասին լուրը, որպես այդպիսին նա չասաց, որ այլևս չի դասավանդելու Սոֆի Դեֆոյանի հոգու և բարի դպրոցում, սակայն ինստագրամյան հարթակից հեռացրեց այն գրառումը, որտեղ որ նշվում էր, որ նա պարուսույց է Սոֆի Դեֆոյանի անվան բարի դպրոցում։ Տաթև Միքայելյանը հայտնեց իր սեփական բարի դպրոցի հիմնման մասին։ Սա իսկական իրարանցում է առաջացրել համացանցում։ Գաղտնիք չէ, որ այս պարուսույցի մոտ պետք է տարիներ առաջ գրանցեին ծնողներն իրենց երեխաներին, որպեսզի հերթ հասներ և հենց այս պարուսույցը դասավանդեր իրենց երեխաներին։ Հետաքրքիրն այն է, որ հենց այս պարուսույցի մոտ էլ գրանցվում են շատերն իրենց հարսի բարը բեմադրելու համար։ Մարդիկ չգիտեն իրենց հետագա քայլերը, մարդիկ, ովքեր Սոֆի Դեֆոյանի հոգու և բարի դպրոց են իրենց երեխաներին տարել, սակայն այնտեղ էլ ավելի շատ հավանել են Տաթև Միքայելյանին, այսօր կանգնած են փաստի առաջ։ Նրանք չեն հասկանում, թե ինչ անեն, շարունակեն երեխաներին թողնել Սոֆի Դեֆոյանի հոգու և բարի դպրոցում, թե տանել Տաթև Միքայելյանի հիմնած նոր դպրոցը։ Նշենք նաև, որ շատ հարսիկներ նախքան իրենց հարսանիքը շտապում են գրանցվել Սոֆի Դեֆոյանի հոգու և բարի դպրոցի հենց Տաթև Միքայելյան պարուսույցի մոտ, որպեսզի հենց նա սովորեցնի իրենց հարսի բարը։ Եվ հիմա ստացվում է, որ Տաթև Միքայելյանը արդեն բոլոր հարսի բարերը, որոնք որ սովորեցնում էր Սոֆի Դեֆոյանի դպրոցում, կսովորեցնի ինքն առանձին։ Նշենք նաև, որ սա առաջին դեպքը չէ։ Այս տարի մի քանի պարուսույցներ լքել են այս դպրոցը, նրանք հիմնել են իրենց դպրոցները և շատերն էլ իրենց սաներին իրենց հետ տարել են։ Թե ով է այստեղ մեղավոր և ինչ սևկատու է անցել այս դպրոցի ներսում, դժվար է ասել։ Մեզ մնում է հիշեցնել, որ ավելի վաղ հրապարակումով էինք հանդես եկել։ Սոֆի Դեֆոյանի մասնակցությամբ ցանկացած հրապարակում լայնորեն տարածվում է համացանցում։ Պարուհու հանդեպ այս ուշադրությունն ու սերը կարելի է համարել ավելի ակտիվ և առավել շատ վերջին տարիներին։ Բանն այն է, որ շատերին հետաքրքրում էր Սոֆի Դեֆոյանի անձնական կյանքը։ Վերջինս այս ամենը փորձում էր թաքցնել հանրությունից, սակայն վերջին ամիսներին նա հայտնեց, որ սիրելի ունի, նշանադրվել է և պատրաստվում է ամուսնանալ։
Սոֆի Դևոյանի սիրելիին և եղբորը շատերն են միմյանց նմանեցնում։ Օրեր առաջ ինստագրամյան հարթակում հարց ու պատասխանի ժամանակ շատերն էին նշել, որ Սոֆի Դևոյանի եղբայրն ու նրա ամուսինը բավականին նման են միմյանց, դե իսկ պարուհին էլ փաստել էր, որ շատերն են այդ կարծիքին։ Այս օրերին Սոֆի Դևոյանն իր մայրիկի հետ մասնակցում է երկու հաստղ նախագծին։ Սա թերևս էլ ավելի է շատացրել պարուհու հանդեպ ուշադրությունն ու հետաքրքրությունը։ Սոֆի Դևոյանը վերջին ամիսներին ամուսնացել է։ Նրա հարսանեկան կադրերը տարածվել էին ողջ համացանցով մեկ։ Պարուհին ընտրել էր ոչ ստանդարտ, յուրօրինակ եւ էլեգանտ հարսանեկան զգեստ։ Սա կարճ ժամանակ քննարկվեց համացանցում։ Շատերը նշում էին, որ իրենք երբեք չէին գնա այդ քայլին եւ չէին կրի նման հարսանեկան զգեստ։ Շատերն էլ փաստում էին, որ պետք է տարբերվել, քանի որ այսօր մեկը մյուսին նմանվում են հարսիկները, դե իսկ Սոֆի Դևոյանի ընտրությունը որպես այդպիսին տարբերվող է։ Սոֆի Դևոյանն այս օրերին ինստագրամյան հարթակում հրապարակումներ է անում, ցույց տալով իր նկարահանման հրապարակից կադրեր, թե ինչպես են պատրաստվում եւ աշխատում երկու հաստղ նախագծի համար։ Դե իսկ այսօր էլ վաղ առավոտյան պարուհին ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակում է արել, գրելով «Բարի լույս»։ Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե որտեղ են ապրում ինքն ու ամուսինը։ Ինչպես կադրերից է երևում, նորակառույց բնակարան են ձեռք բերել եւ հենց այդտեղ էլ բնակվում է նորապսակ զույգը։ Նշենք նաեւ, որ օրեր առաջ էլ ներկայացրել էինք Սոֆի Դևոյանի, ինչպես նաեւ ավագ Սոֆի Դևոյանի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ պարուհիները իրենց բարի խմբով մասնակցում էին հարսանիքի։ Ամուսնանում էր նրանց թիմից մեկը։ Ներկայացնում ենք այս հարսանիքի բացառիկ կադրերը ձեզ, որտեղ պարուհիները մի լավ ուրախանում են։